Շոկահան են անում Թումանյան փողոցի ծառերը։ Հաստաբուն արդեն կանաչած 70 թեղիների փոխարեն կլինեն Իտալիայից բերված 100 հուդայածառեր։ Այս ծառերի մեկ հատն արժե 80,000 դրամ։ Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն ՀՕԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն ասում է, Երևանին ծեր և որդնած ծառեր պետք չեն։ Տեսեք, հաստաբուն թեղ, մենք ասում ենք դրանք ծեր են և ինչպես բնության մեջ ամեն ինչ ունի իր կյանքի տևողությունը։ Եթե ասում ենք, որ ծեր է, բնականաբար իրենց կյանքն ապրել է և բնականաբար պետք է հաստաբուն լինեն։ Ամռան շոգին ծառերից ստվերից զրկվելու երևանցիների մտահոգությունը Բեգոյանին չի մտահոգում։ Նա խոստանում է հենց այս տարի սաղարթախիտ փողոց ունենալ, մնում է հուդայածառերը սթրեսից դուրս գան։ Կծաղկեն, կարծում եմ իրենք ստրեսի մեջ են դե հիմա, կծաղկեն մայիս ամսին և կձևավորեն իրենց սաղարթը։ Ոչ մի տարի պետք չի, հենց այս տարի կունենան սաղարթ, որովհետև Երևանի քաղաքապետարանը իրականացրել է ռեֆորմ, այլևս Երևան քաղաքում չեն տնկվում են ճկույթի հաստությամբ շիվերը, որոնք այդպես էլ ծառ չեն դառնում, այլ դուք տեսնում եք, տնկվում են շուրջ 10 տարեկան հասուն ծառեր։ Երևանցիների լացը գալիս է, երբ նայում են կանաչ սպանդին։ Օտարերկրացիները նույնպես չեն կարողանում անտարբեր անցնել։ Դուք պատրաստ եք մեր հետ խոսել։ Դուք ով եք։ Ես Հայաստանի քաղաքացի եմ, ինչպես եւ դուք։ Մարդիկ նկատում են, որ կտրված թեղիների մեծ մասը դեռ կարող էր մաքուր օդ տալ մայրաքաղաքին։ Հրթում են ինչ, մյուս անգամ թուրքը կասի մարդկանց պարավներին, չէ ծերերին կարանք փրթենք։ Իմ սիրտը ցավում է, լացս գալիս է, ես չեմ կարող։ Իրանք ոչնչացնում են Հայաստանը։ Իրականում ողբալի է, որ ծառները սենց հատվում է։ Ես իմ ուրիշ բան չեմ կարող ասեմ, քիչ էլ անկեղծ նայում ես, ուզում ես էլի տեսարանից, ահա որը ցավ եմ զգում մեծ, ափսոսն է ծառերը։ Պատճառաբանելով թե ծերացել են, բայց մեծ ու փոքր հիվանդ ու առողջ բոլորը կտրում են, իսկ այդ նորը երբ պիտի աճի։ Նախորդ տարի փոխարինվել է 661 ծառ։ Բեգոյանի խոսքով բոլորն էլ ամրացել են, եթե նույնիսկ չորացածներ կան, իրենց մեղքով չէ։ Գոնե 1%-ի չորացում չենք ունեցել։ Նախորդ տարվա տնկվածները 100% կպել են։ Որոշ քաղաքացիներ ուրախ են նոր ծառեր տեսնել մայրաքաղաքում։ Համաձայն են ոչ կենսունակ ծառերը պետք է փոխարինվեն, բայց աստիճանաբար, ոչ միանգամից։ Մասնագետ է պետք, որ որոշի։ Քանի տարվա ծառը կդրել պետք է, թե պետք չի։ Բայց ծառեր կա, գիտեք ինչ կա, ես մասնագետ չեմ այդ բանից։ Շուտ են աճում և խանգարում են փողոցի։ Ժամանակին կարող է սխալ ծառ են տնկել, եթե պետք չէր էլի։ Եթե նոր ծառեր են տնկնում, դա անհրաժեշտ է։ Գեղեցիկ։ Դե հինը որ նայեք, տեսնեք ինչքան բները փտած, միջատները մեջը։ Որտեղ պետք է թռչունները բույն դնեն, եթե մայրաքաղաքի սաղարթախիտ ծառերը կտրեն։ Քաղաքացիների սրտից արյուն է կաթում ծառերը կտրող սղոցի ձայնը լսելիս։ Թռչուններն է շուտով կխռովեն Հայաստանից, կթողեն կգնան, ես չեն գա։ Զարուհի Սահակյան, Միլենա Պողոսյան և Հարություն Մաթևոսյան, Հայլուր։